Նախ օրվա արդիվ ինչ կասեք եւ արդեն մի քանի տարի է մենք եռատոն չենք նշում, սա ինչով էր պայմանավորված, այսպես մոռացության տալ է Արցախը, Շուշիի ազատագրումը, քաղաքական գործիչների ուղերձներում այսօր այդ հիշատակությունը չկար Արցախի եւ Շուշիի մասով։ Առաջինը ես ուզում եմ շեշտեմ, որ մեր ժողովուրդը պետք է երախտապարտ լինի այն 600,000 մեր հայրենակիցներին, որոնք մասնակցեցին մեծ հայրենական պատերազմին մեր ազատագրման հարցում։ Ֆաշիզմի դեմ պայքարը նույնն էր, ինչ որ Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանությունը, նույն գաղափարախոսությունն էր։ Այնպես որ այսօրվա օրը պետք է մենք միշտ հիշենք եւ միշտ պետք է առաջին հերթին գանք նրանց հիշատակը հարգելու։ Երկրորդը իհարկե այն, որ մենք Շուշիի ազատագրումը եւ ընդհանրապես Արցախյան պատերազմում, Արցախյան ազգային ազատագրական պայքարում հայ ժողովուրդը միասնաբար կարողացավ հաղթանակի հասնել, սա այնքան թանկ արժե, որ մենք հիմա նույնպես պետք է այդ հիշողությունը պահպանենք եւ գործողություն անենք։ Իհարկե այս իշխանությունների օրոք այդպիսի բան չի լինի։ Մենք արդեն հասկանում ենք, ինքը վաղը պատրաստվում է Եվրոպայի օր նշել։ Ինչ է, որն է տարբերությունը։ Ամսի 9-ն է եղել հաղթանակի օրը։ Հիմա նա անցնում է իբր թե նոր, ուրեմն ես չգիտեմ ինչին է անցնում, այդ իրոք անհասկանալի է։ Եվ այս պայմաններում թշնամացնել մեզ այդպիսի երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, սա ոչ թե անմտություն է, սա ուղղակի իրականում դավաճանություն է, որովհետև չի կարելի, կարող ես դու հրաժարվել, կարող ես դու դառնալ ինքնաբավ պետություն եւ որը շատ ավելի ճիշտ կլիներ, բայց դու չպետք է այսօրվա դրությամբ թշնամանաս այդպիսի պետության հետ, ինչպիսին Ռուսաստանն է, որի հետ ամենասերտ հարաբերությունները, ես կարող եմ ասեմ 300 տարվա այն հավասարակշռությունը, որ այս տարածաշրջանում կա, եթե Ռուսաստանը այստեղից հեռանա, խախտվելու է։ Շատ պարզ պատճառով, որովհետև այդպիսին է այս աշխարհաքաղաքական այս գործընթացը։ Ուստի դա կարևոր հանգամանք է, որ մենք շարունակենք ունենալ համահավասար եւ շատ փոխշահավետ հարաբերություններ։ Ոչ ոք չի ասում, որ գնանք դառնանք, չգիտեմ, նրանց, ես իջնեմ, ստրուկը կամ ինչը, բայց դուք պարտավոր եք ունենալ այդպիսի փոխհարաբերություններ։ Եվ այս բողոքի նոտայից հետո, որը ուղղեց Ռուսաստանը կապված Զելենսկու հայտարարության, նաև եվրոպական քաղաքի գագաթնաժողովի հետ, սա նաև որոշ վերլուծաբաններ այսպես համարում են Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտություն, ինչու Հայաստանը իրավունք չունի իր ինքնիշխան ազատ տարածքում հյուրընկալել նրանց, ում ցանկանում է։ Իսկ ով է ասում, որ իրավունք չունի։ Հարցը ու իրավունքի խնդիրը չէր, այլ հարցը նրանում էր, թե ինչպիսի վերաբերմունք կար այդ դեպքում քո դաշնակից պետության նկատմամբ, որ դու թույլ ես տալիս, որ գա Զելենսկին այստեղ եւ այստեղից հոխորտա, թե ասի ես կարող եմ կարմիր հրապարակը համապատասխան ձևով հարվածեմ։ Սա է հարցը։ Եթե դուք ուզում եք լինել ինքնուրույն ինքնիշխան, հիանալի, շատ ավելի լավ, բայց այդ ինքնիշխանությունն էլ ունի իր սահմանները եւ իր էթիկան, ես կասեի։ Դրա մասին է խոսքը եւ Ռուսաստանը ճիշտ է ասում, դե դեպքում հրաժարվեք դաշնակից գաղափարից, դաշնակից կարգավիճակից, ինչ ուզում եք արեք։ Այդ պարագայում էլ իրենք կանեն այն, ինչ որ իրենք են համարում իրենց համար շահավետ։ Ռուսաստանից նաև հայտարարություններ հնչեցին, որ Փաշինյանը շարունակում է երկու աթոռի վրա նստել։ Այս ձեր ասած համատեքստում է դա, այսինքն չէր կարող Փաշինյանը եւ Ռուսաստանի հետ պահպանել հարաբերություններ եւ Եվրոպայի։ Ինչ է նշանակում այս հայտարարությունը։ Ես նորից պարզ կրկնում եմ։ Խոսքը գնում է նրա մասին, որ եթե դուք ուզում եք վարեք ձեր ինքնուրույն քաղաքականությունը, բարի եղեք դա վարել, բայց մի ուղղեք այդ դեպքում ձեր քաղաքական քայլերը ընդդեմ ձեր դաշնակցի, սրա մասին է խոսքը։ Ունեցեք դրա համապատասխան համաձայնությունը, գնացեք նրանց հետ բանակցեք, բացատրեք, միգուցե այո, փոխկապակցված են այս հարաբերությունները եւ շատ հնարավոր էր, որ կարելի էր ասել, թե գիտեք ինչ, որոշ բանը եվրոպացիները մեզ ավելի լավ կտրամադրեն, քան ասենք դուք։ Օրինակ եմ ասում։ Եվ այդ պարագայում խնդրեմ, մենք կարող ենք համագործակցել։ Մենք ունենք ՍԵՊԱ-ի պայմանագիրը, չմոռանաք, եւ ոչ ոք է դրա մասին չի խոսել, հա։ Հա Եվրոպայի հետ ունենք մենք այդ փոխհարաբերությունները։ Բայց հիմա հարց է առաջ գալիս, այդ որ Եվրոպան է, եկեք մի հատ էլ հասկանանք, հա։ Որ Եվրոպայի հետ ենք մենք այսօր, նախկին Եվրոպայի ես ջատագովն եմ եղել եւ դասիրակվել եմ նրանց մշակույթի վրա։ Հիմիկվա մշակույթը կարելի է համարել, որ դա եվրոպական է։
Ես դրա համար ասում եմ, եկեք հասկանանք ինչ ենք ուզում մենք այս աշխարհից։ Մենք ով ենք այս աշխարհում։ Փոխվում է աշխարհը մեր աչքի առաջ։ Այս ամբողջ ինչ որ հիմա կատարվում է այս տարածաշրջանում, ազդելու է մեզ վրա։ Դուք հիմա հասկանում եք, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է թրիփ կոչվածը։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի համար էլ պետք է անընդունելի լիներ, պարզ պատճառով։ Ինքը գալիս է այդ ճանապարհը մինչև Նախիջևան, վերջ։ Չի գալիս Երևան։ Ես ուզում եմ դա հատուկ մեր ժողովուրդը հասկանա։ Չի գալիս Երևան, Երևանից գնա, որպեսզի մենք ասենք բոլոր կոմունիկացիաները բացվում են։ Այ եթե կլիներ, որ բոլոր կոմունիկացիաները բացվեին, այդ պարագայում այո։ Իսկ հիմա մենք կանգնացենք այդպիսի մի դիտավորյալ քաղաքականություն է վարում այս տղան։ Եվ այս դիտավորյալի պատճառով մենք դժելու ենք։ Մենք կորուստներ ենք ունենալու։ Սրա մասին է խոսքը։